Վերջին անգամ մեր մոտ հրթիռահարվել էր հունվարի վերջին եւ այժմ երեկոյան ավարտվեց Եմենի հութիների կողմից տրված վերջնազամկետը եւ այսինքն իսրայելյան հակաօդային պաշտպանությունը արդեն բերված է համար 1 մարտական ուրեմն բարձրաստիճանի պատրաստվածության, որովհետեւ հութիները հայտարարել են, որ հնարավոր է հարվածեն նաեւ Իսրայելին կապված Գազայի գոտում հումանիտար օգնության դադարեցման հետ կապված նաեւ Եթե չբացեն ճանապարհը հումանիտար օգնության, այո, եթե չբացեն ճանապարհը, եթե լույսերը չմիացնեն, բայց փաստացի լույսերը անջատվել են Գազայի գոտում եւ նաեւ հումանիտար օգնություն այժմ չի մտնում Գազայի գոտի, չնայած պետք է փաստել, որ այս ընթացքում հազարավոր բեռնատարներ են մտել Գազայի գոտի, այնպես չէ, որ այնտեղ հիմա սով է եւ այդ մի քանի օր, ասենք, բեռնատարների մուտքը դեպի Գազա արգելափակումը իհարկե սով չի առաջացնի այնտեղ, խնդիրն այն է, որ ողջ այդ հումանիտար օգնությունը ընկնում է Համասի գրոհայինների ձեռքը եւ Համասը իր վերավաճառողների միջոցով շատ ավելի թանկ գներով, քան նույնիսկ Իսրայելում է, վերավաճառում է ձրի ստացված հումանիտար օգնությունը Գազայի գոտու բնակիչների վրա